Այժմ ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մեր տաղավարում է եւ այս թեմայով կփորձենք բոլոր հարցադրումներ ուղղել։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ գալու համար։ Երեկվանից հետո ձեր առաջարկը հատկապես սոցիալական ցանցերում բուրըն քննարկումների առարկա է դարձել, հավանաբար ծանոթ եք թե քննադատություններին եւ թե փաստարկներին։ Ես կուզեի սկզբից գալ, որտեղից եկավ։ Կներեք, միայն քննադատություն եւ փաստարկներ կա, ոչ մի դրական արձագանք չկա։ Քանի որ դուք հակառակողն եք ներկայացնում, ես կարծում եմ։ Ինչի հակառակ կողմն է։ Ներողություն, գանք հարցերով, հա, պարոն։ Հա, չէ, ուղղակի դուք ասիք քննադատությունների, ես ծանոթ եմ նաեւ բազմաթիվ դրական արձագանքների եւ բազմաթիվ գնահատականների, որ հա գործում մեխանիզմ է գտնվել ընտրակաշառքի դեմ պայքարի։ Կարծում եմ հակափաստարկները դուք ներկայացնելու եք, դրա համար առաջին հարցս ում գաղափարն է սա, պարոն Փաշինյան։ Այս թիմի գաղափարն է։ Այսինքն ամբողջ թիմով, այսպես վերջին շաբաթվա ընթացքում Քարոզարշավի միտք ծագեց նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Այո։ Բոլորի մոտ միանգամից։ Դա ես չեմ հասկանում, ինչ կարևոր է, թե կոնկրետ ում մոտ է ծագել այդ միտքը, դա մեր թիմի գաղափարն է եւ ես որպես քաղաքապետի թեկնածու պաշտպանել եմ այդ գաղափարը եւ պաշտպանում եմ եւ խորապես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել։ Քննարկվել է դաշինքում այս հարցը մինչև հանրությանը ներկայացնել եւ արդյոք եղել է կոնսենսուս այս հարցի շուրջ։ Դուք հետաքրքիր հարցեր եք տալիս։ Եթե ես ասում եմ, որ դա դաշինքն է ներկայացրել, ուրեմն քննարկվել է դաշինքում։ Եվ այն մարդիկ, ովքեր որ իրավասու են որոշում կայացրել են որոշումը։ Բայց հանրապետականը չի կայացրել որոշում, բայց ինչ հարց է քննարկվում։ Ես երեք ձեր դաշինքի ներկայացուցիչներից ոմանք գրառումներ էին կատարում քննադատելով օրինակ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէր եւ ասում էր, որ ինքը դեմ կլիներ։ Շատ տարօրինակ քննարկում է եւ շատ տարօրինակ դիրքորոշում է։ Ալեն Սիմոնյանը ներկա եղել այդ քննարկմանը կամ ներկա չի եղել, ես հիմա չեմ կարող հիշել։ Հա, չէ, Ասուլիսինն է ներկա եղել, հրավիրվել է, չի եկել։ Լավ, պարոն Փաշինյան, գանք հիմնական այսպես հարցին։ Այսինքն տեղի բացարձակապես կարևոր չէ։ Ես Երևանի քաղաքապետի թեկնածու եմ, ես որպես Երևանի քաղաքապետի թեկնածու պատասխանատվություն եմ կրում այդ որոշման համար։ Եվ ուզում եմ ասել, մենք կարող է դեմ լինել, մենք կարող է կողմ, իսկ ինչու՞մ է պրետենզիան, կարող է բացատրել։ Այսինքն ձեր դաշինքը հարցադրումը հետևյալն է, արդյոք ամբողջությամբ կողմ է եղել այս առաջարկին, թե ամբողջությամբ պրոցեդուրաներ կան, պարտադիր չի բոլոր որոշումներին բոլոր միաձայն կողմ լինեն, եւ մենք այն դաշինքը չենք, որտեղ դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունք է գործում եւ ով ինչ ասում է բոլորը ձեռք։ Իսկ ինչ սկզբունքով է որոշումը կայացվել։ Համապատասխան որոշումների ընդունման պրոցեդուրա կա եւ այդ պրոցեդուրայով որոշումը կայացվել է։ Հիմա դուք ինձ ասեք ինչու՞մ է պրետենզիան։ Պրետենզիա չկա, ես պարզապես ուզում եմ հանրության համար պարզաբանել, թե ինչպես է այս որոշումը կայացվել, ով է կայացվել է սահմանված կարգով եւ ես կրում եմ այդ որոշման ամբողջ պատասխանատվությունը։ Հիմա ասեք ինչու՞մ է պրետենզիա։ Պարոն Փաշինյան, գանք հաջորդ հարցին։ Դուք առաջարկում եք 15000 դրամ ձեր ընտրվելու դեպքում, եթե քաղաքացին գա եւ ասի, որ ինքը ընտրակաշառք չի վերցրել։ Այ ինչու հանգեցիք այս մտքին, որտեղից անհրաժեշտություն է նման մեխանիզմի։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է, որ դուք գիտեք, որ երկար տարիներ Հայաստանում մանավանդ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ ընտրակաշառքը դարձել է ընտրական process-ի վճռորոշ գործոնը, ամենավճռորոշ գործոնը, եւ մեր հասցեին շատ քննադատություններ են հնչում, այդ թվում նաեւ սոցիալական ցանցերում, որ հա գնում եք ընտրությունների մասնակցում եք ընտրակաշառքի դեմը չեք էլ կարում առնեք, բայց մի հատ ինչի չեք մտածում ընտրակաշառքների դեմ առնելու մասին, մտածել ենք եւ ընտրակաշառքի դեմ առնելու մեխանիզմ ենք առաջարկել։ Դուք իսկապես կարծում եք սա կանխելու է ընտրակաշառքը։ Դա ցույց կտա պրակտիկա, ես կարծում եմ, որ սա առաջարկ է, մեխանիզմ է, որը կարող է այո կանխել ընտրակաշառքի պրակտիկան եւ ընտրակաշառքի ինստիտուտը դարձնել անիմաստ։ Ձեր կողմ ուղղվող քննադատություններից հիմնական այն է, որ դուք ընտրակաշառքի դիմաց առաջարկում եք ավելի ուշ տրվող ընտրակաշառք։ Բերեմ փաստարկը ներողություն։ Օրենքը արգելում է, պարոն Փաշինյան, ոչ միայն նյութական օժանդակություն ԿՎ-ի դիմաց, այլ նաեւ խոստում։ Ինչպես հայտնի է, օրինակ Գագիկ Ծառուկյանի ուժին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ մի քանի անգամ զգուշացրեց, որ ոչ միայն հիմա մի օգնեք, այլ խոստում էլ մի տվեք, որ ապրիլի 2-ից հետո օգնելու եք։
Ըստ էության դուք հիմա ասում եք ընտրեք ինձ, ես կդառնամ քաղաքապետ եւ դուք գալով ու ասելով որ ընտրակաշարք չեք վերցրել, ես ձեզ գումար կտամ։ Ինչով է սա տարբերվում ընտրակաշարքից։ Շատ մեծ բանով է տարբերվում։ Նախ առաջինը այդ գումարները մարդիկ ստանում են ինստիտուտից, պետական համայնքային ինստիտուտից, պետական համայնքային բյուջեից, այդ մասին որոշումը կայացնում են իրենք, դա ոչ մեկի անձնական սեփականությունը չի։ Ելք դաշինքի ներկայացուցիչ Երևանի քաղաքապետը չի թալանելու Երևան քաղաքը տանի լցրի իր էլիտար տան նկուղները, որ ընտրություններից առաջ հանի եւ մարդկանց ողորմություն բաժանի։ Մենք մարդկանց ասում ենք, որ դուք որևէ մեկի ողորմության անհրաժեշտությունը չունեք։ Դուք ունեք քաղաք, դուք ունեք քաղաքի բյուջե եւ ունեք քաղաքի բյուջեի մասին որոշումներ կայացնելու իրավունք։ Ավելին, ես ասում եմ, որ 30 միլիարդ դրամով առնվազն մեծացնելու եմ Երևան քաղաքի բյուջեն եւ այո, ինձ իրավունք են վերապահում որպես ընտրված քաղաքապետ 3 միլիարդ դրամ ծախսել այն կարիքների համար, ինչի վերաբերյալ ընտրողը որոշում կկայացնի։ Բայց այդ ինչի՞ սոցիալական ցանցերը ինչի՞ չեն գնում Երևանի քաղաքապետարան դիմաց բունտ անում, որ տարեկան $1 միլիոն իրան ճռռիկների վրա են օգտագործում ծառայողական մեքենաների։ Էսա կանդրադառնանք, մի րոպե թող ես ինչին ուզում եմ անդրադառնամ, ես ձեր հարցերին եմ պատասխանում։ Սոցիալական ցանցերին առաջարկում եմ չքնել գիշերները եւ գնալ քաղաքապետարանի դիմացը ցույց անել Երևան քաղաքի բյուջեից մսխման փաստերի առիթով։ Թե նրանց առիթապետ կուղակի որ ընտրություններին մասնակցեն, պարտվեն անմեղսունակի նման ընդդիմություն լինի, որը ոչ մի բան չի առաջարկում, գնում սահմանադրական դատարան Գագիկ Հարությունյանի առաջ վիզա ծռում։ Իսկ այդ մարդիկ ինչ են արել ընտրակաշառքը կանխելու համար։ Ինչ են արել ընդհանրապես։ Թող մի հատ հաշվետվություն ներկայացնեն։ Հասարակական կազմակերպությունները տասնյակ միլիոններով գրանտ են ստանում։ Ինչ են արել ընտրակաշառքները կանխելու համար։ Թող հաշվետվություն ներկայացնեն։ Քանի ահազանգ են տվել ընտրակաշառքի մասին, քանի մեխանիզմ են ստեղծել ընտրակաշառքները վերացնելու ուղղությամբ։ Խնդրում եմ ասեք իմ հարցի պատասխանը, ինչով սա ընտրակաշառք չի, պարոն Փաշինյան։ Գիտեք, պետք է Եթե ինստիտուցիոնալ ձևով է ձևակերպված, ուրեմն ընտրակաշառք չի, ես հիշում եմ դուք հրազդանում պնդում էիք, որ գործող քաղաքապետը բյուջեի հաշվին քաղաքային սոցիալական աջակցություն է տրամադրում իր կողմին, իր կողմնակիցներին եւ դա ներողություն թողեք ավարտեմ եւ պնդում էիք, որ սա մեթոդ է քաղաքացիներին իրենց համար քվեարկելու համար։ Նույնը պնդում եք Տարոն Մարգարյանի համար, որ 10,000, 5,000 դրամներ է տվել որպես սոցիալական օգնություն ինստիտուցիոնալ ձևով քաղաքային բյուջեից եւ ըստ ձեզ նպատակային էր, որ իրեն ընտրեն։ Ինչով է տարբերվում, պարոն Փաշինյան, ինչով է տարբերվում։ Որ այդ սոցիալական օգնությունները անհասցեում էին գնացել, իր շտաբի պետերին էին գնացել, հանձնաժողովի նախագահներին էին գնացել, ընտրակաշառքների ցուցակներ կազմողներին էին գնացել։ Մենք չենք ասում մեր ընտրողներին ենք տալու դա։ Մենք ասում ենք, մենք բոլոր են քաղաքացիները, ովքեր ընտրակաշառքը մերժելով, ոչ թե ըստ ընտրակաշառքի են քվեարկելու, այլ իրենց քաղաքական համոզմունքների, եթե նույնիսկ մեկը իր քաղաքական համոզմունքներով քվեարկել է Տարոն Մարգարյանի օգտին եւ գալիս է ասում, որ այդ գումարի կարիք ունի, այդ գումարը իրեն կվճարվի։ Եվ Երևան քաղաքը, այո, մենք ըստ էության ինչ ենք անում։ Մենք ըստ էության մարդկանց փորձում ենք իմունիտետ տալ ընտրակաշառքի դեմ։ Ես շատ գործուն մեխանիզմ է։ Եվ մարդիկ կարող են այդ հնարավորությունից օգտվել։ Այդ նույնն է թե ասեն, բան մեկին պատանդ են վերցրել, ինչ է բան փրկագին տալիս, որ մարդու կյանքը փրկեք։ Լավ եք ստուգելու, պարոն Փաշինյան, այդ մարդը վերցրել է թե։ Չենք ստուգելու։ Մարդու խոսքը մեզ համար հիմք է, անձնագրով գալու է եւ այդ գումարը ստանա։ Այսինքն ընտրակաշառքը ամեն դեպքում կարող է լինել եւ դուք էլ մի հատ էլ 15,000 դրամ եք տալու։ Եթե մարդը ըստ ընտրակաշառքի չի քվեարկել։ Ինչ գիտեք։ Եթե ընտրությունների արդյունքում ելք դաշինքը հաղթում է, նշանակում է մարդիկ ընտրակաշառքով չեն քվեարկել։ Որտեւ եկեք տեսնենք, եկեք նայենք Երևանի կենտրոն համայնքի ազգային ժողովի ընտրությունները։ Այն մարդիկ, որոնց անունը չեն, կյանքում մի հատ ինտերվյու չեն տվել, հարցազրույց չեն տվել, քաղաքական գործիչներից կրկնակի երրակի անգամ ավել ձայն են հավաքի։ Այդ ինչի՞ց է։ Բայց սոցիալական ցանցերը ինչի՞ չեն անհանգստանում դրա մասին։ Դուք կարող եք ասել կենտրոնից падգամավոր ընտրվածների անունները։ Դուք քանի տարվա լրագրող եք։ Գիտեմ, որ Հակոբ Բեգլարյանն է ամենաշատ ձայնը ստացել։ Ուրիշ Եվ մնացած տեխնացունին չեմ հիշում, բայց ծանոթ եմ։ Ասեք, կենտրոն համայնքից ընտրվել է падգամավոր անունները ասեք։
ասում եմ, առավելագույն ձայնը ստացել է Հակոբ Բեգլարյանը։ Էլի է падգամավոր ընտրվել, շատ քիչ տարբերությամբ։ Ցուցակը մեծ է, պարոն Փաշինյան։ Ասենք օրինակ Հրանտ Բագրատյանից 10, 20, 30 անգամ ավել ձայն ստացող տեխնացու եղել, անազգանուն ասեք այդ մարդը։ Պարոն Փաշինյան, մենք այստեղ իմ գիտելիքները չենք ստուգում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Խնդրում եմ գան կոնկրետ խնդրին։ Քավլիցի դա գիտելիքի խնդիր չի։ Դա նրա խնդիրը, որ այդ տեսեք, մարդ, որի ազգանունը դուք փորձառու լրագրող, երկար տարիներ խորհրդարանական ընտրություններ լուսաբանող, ամեն ինչ լուսաբանող, այդ մարդուն մի անգամ կենթանի չեք տեսել։ Անազգան նույնիսկ փողոցում տենակ չեք իմանա, որ ինքը ազգային ժողովի падգամավոր է։ Սա գիտելիքի խնդիր չի։ Ձեզ թվում է իրան ընտրողները ճանաչել են իրան։ Այսինքն ըստ ձեզ, պարոն Փաշինյան, եթե դուք մարդկանց ասեք, այսօր փող մի վերցրեք, որովհետև 10 օր հետո ենք ձեզ փող տալու, դա հարցը մենք մարդկանց ոչ ասում ենք փող վերցրեք, ոչ էլ ասում ենք փող մի վերցրեք։ Բա ինչն է։ Մենք ասում ենք մարդկանց, որ մենք Երևան քաղաքի բյուջեում ստեղծում ենք նոր ծախսային տող։ Նոր ծախսային տող, որը կոչվում է ընտրակաշարքի հարկադրված, այսինքն որ շատերն ասում են ընտրակաշարքի հակադրված, ոչ թե ընտրակաշարքին հակադրված, այլ ընտրակաշարքի հարկադրված, որ մարդը մենք կարծում ենք, որ դա նույնպես հարկադրանքի ձև են, որտեվ եթե մարդը ընտրակաշարք չի վերցնում, օրինակ ինձ դեպք եմ պատմել կոնկրետ։ Մարդը ասում է, ես չեմ ուզում վերցնեմ, բայց չեմ վերցնում, ասում են, դու ուրեմն ընդդիմադիր ես, ո՞նց։ Ո՞նց դու մեր օգտին չես քվեարկում, այդ ինչի՞ ես վերցնում ընտրակաշարք։ Հասարակական սեկտորը, Facebook-ը ի՞նչ է մտածում այս մարդու ճակատագրի մասին։ Ինչ է մտածում։ Դու Facebook-ը հավաքական մարմին չէ, կան տարբեր կարծիքներ։ Ես մի այսպեսի շնորհակալություն, որ գոնե ասեք, որ կան տարբեր կարծիքներ։ Ես դա կարող եմ նշել, պարոն Փաշինյան, իհարկե տարբեր կարծիքներ կան, ձեր կուսակիցներն էլ ակտիվ կերպով պաշտպանել են ձեր նախաձեռնությունը, բայց մի այսպիսի հարց, որին ակնկալում եմ շատ անկեղծ պատասխան։ Եթե Տարոն Մարգարյանը հանդես գար նույն նախաձեռնությամբ, ինչ դուք, ինչպես էիք արձագանքելու, չէիք ասի, որ սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Ուրեմն Տարոն Մարգարյանը գործող քաղաքապետ է եւ նրա քաղաքական թիմը ընտրակաշարքներով անընդհատ վերարտադրվում է։ Մենք չենք պատրաստվում լուր հետևել, թե ինչպես են նրանք թալանում, հետո թալանածի փշրանքները շպրտում ժողովրդին, հետո նորից վերադառնում։ Մենք ժողովրդին ասում ենք, դուք դրանց փշրանքների կարիքը չունեք։ Ընտրեք ձեր իշխանությունը Երևան քաղաքում եւ ձեր իշխանությունը Երևան քաղաքում 30 միլիարդ դրամով կավելացնի բյուջեն, ձեզ համար մետրոյի կայարաններ կստեղծի, ձեզ համար արժանապատիվ տրանսպորտ կստեղծի եւ այն մարդկանց, ովքեր կգան եւ կասեն, որ իրենք ընտրակաշարքի հարկադրանքի են ենթարկվել, այդ մարդկանց մենք այդ սոցիալական օժանդակությունը Երևանի քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով կտրամադրի։ Իսկ ինչու այդ նույն արձագանքը չեք տալիս, որ քաղաքական ուժեր կան կամ աշխարհում է այդպես, Հայաստանում չէ, նույնիսկ ամենակաղաքակիրթ երկրներում։ Դուք լսել եք, որ լինում է խոստում աշխատավարձ բարձրացնելու, սոցիալական նպաստ սահմանելու։ Դրանք տարբեր բաներ են, պարոն Փաշինյան, երբ որ բացատրեմ, երբ որ կներեք, եթե ես ասեի, որ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատողների կամ Երևանում աշխատող բոլոր աշխատողների աշխատավարձը 15000 դրամով ավելացնելու են, նույն ռեակցիաները լինելու։ Երբ որ քաղաքական ուժը խոստում է տալիս օրինակ վերելակները վերանորոգելու մասին կամ աշխատավարձի մասին, դա վերաբերում է կոնկրետ նրա աշխատանքային պարտականություններով պայմանավորված գնահատականի բարձրացման մասին։ Դուք հիմա քվեի հետ եք պայմանավորում, ոչ մենք քվեի չենք գումար ասեմ ձեզ հետևյալը, որ շատերը ուղղակի տեղյակ չեն, որ Երևանի բնակիչների սոցիալական ապահովության հարցերով զբաղվելը Երևանի քաղաքապետի պատվիրակված լիազորություն է։ Այսինքն այսօր Երևան քաղաքում այդ նույն բյուջեն կա, այդ նույն գործողությունը արվում է, բայց այդ նույն գործողությունը ասում եմ տալիս են իրենց մոտիկներին, իրենց քուչայական հեղինակություններին, կարող է 10 դեպքից երկուսն էլ ճիշտ հասցեատիրոջն են տալիս։ Մենք այս դեպքում մարդուն ասում ենք, որ ոչ թե մենք որոշենք, դուք սոցիալական կարիքը պետ ունեք, թե չունեք, դուք որոշեք, մենք կվճարենք։ Ըստ դուք չեք վճարում, քաղաքային բյուջեն է վճարում, պարոն Փաշինյան, եւ այստեղ խնդիրն այն է, որ այդ գումարը նախատեսված է սոցիալական կարիքավորների համար, բայց եթե մարդ գումար չի վերցնում, դա դեռ չի նշանակում, որ նա սոցիալական կարիքավոր է։ Այսինքն միջին խավը գուցե հարուստները գան եւ այդ 15000-ները հավաքեն, եւ մարդիկ ովքեր կարիքավոր են չստանան այդ գումարը ձեր նախաձեռնության պատճառով։ Եթե որևէ հարուստ մտածում է, որ իրեն քաղաքացիական խիզախություն է անհրաժեշտ եղել եւ ինքը այդ ընտրակաշարքի հարկադրանքի ենթարկվելով որոշակի սոցիալական անարդարության է ենթարկվել, ինքը թող դիմում գրի եւ մենք բոլոր ինքը թող դիմում գլի եւ ինքը կստանա այդ գումարը։
Ամեն դեպքում դուք իմ հարցին չպատասխանեցիք։ Եթե նույն նախաձեռնությունը ուրեմն մի ասեք, մի րոպե կներեք, ձևակերպեք ձեր հարցը, ես ձեր հարցին տենց հարց չկա, որին ես չեմ պատասխանում։ Ես բոլոր հարցերին պատասխանում եմ։ Ես գիտեմ, որ դուք պատասխանելու խնդիր չունեք, դրա համար խնդրում եմ, կրկնեմ ես լուր լսեմ, ձևակերպեք, վերջացրեք եւ դուք էլ լսեք իմ պատասխանը։ Եթե Տարոն Մարգարյանը նույն նախաձեռնությունը ներկայացներ, ինչ դուք երեք ներկայացրիք, ինչ կարձագանք էիք։ Քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում։ Թող Տարոն Մարգարյանը ներկայացնի իր նախաձեռնությունը եւ մենք կարձագանքենք։ Հիմա եթե պարզվի այսօր Տարոն Մարգարյանը ինչ որ բան, մենք կարող ենք իրար հետ կանխատեսել Տարոն Մարգարյանի հնարավոր վարքի բոլոր ուղղությունները, ես բոլորը մեկնաբան եմ։ Պարոն Փաշինյան, դուք երեք առաջարկ եք արել, որը եթեի վրա է հիմնված։ Դուք ասում եք, եթե մենք հաղթենք, գումար կտանք։ Հիմա ես ասում եմ, եթե Տարոն Մարգարյանը առաջարկ եթեն չի։ Ինչ տարբերություն։ Ես ասում եմ, եթե Տարոն Մարգարյանը ներկայացներ, արդյոք ողջունեիք։ Ես Տարոն Մարգարյանի արած որևէ բան չեմ պատրաստվում ողջունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը իմ արած որևէ բան չի պատրաստվում ողջունի։ Այսինքն եթե դա դրական նախաձեռնություն է, Տարոն Մարգարյանը արձագանքել է մեր այս նախաձեռնությունը։ Ոչ, ես երեք փորձում չի արձագանքել։ Թող արձագանքի։ Չէ, անկախ դրանից, ես ձեր դիրքորոշման մասին եմ խոսում, Ես այս Տարոն Մարգարյանը ներկայացնում եմ մի թիմ, որ իր կառավարման ընթացքում թալանում է երկիրը, այդ թալանածը տանում են իրենց տների պատվալներում պահում են, ընտրություններից առաջ բերում են փշրանքների ձևով, ապօրինի ձևով բաժանում են ժողովրդին։ Մենք չենք պատրաստվում թալանել Երևան քաղաքը, եւ մենք չենք պատրաստվում ժողովրդին ողորմության ակնկալող դարձնենք։ Մենք ասում ենք, որ այս քաղաքի տերը դուք եք, այս քաղաքի բյուջեի տերը դուք եք, եւ դուք կարող եք որոշում կայացնել նաեւ օրենքով սահմանված կարգով այդ քաղաքի բյուջեի որոշակի մասի ծախսման վերաբերյալ։ Պարոն Փաշինյան, մոտավոր պատկերացում կարծում եմ ունեք Երևանում որքան բնակիչ կա։ Չափահաս ընտրող։ Որքան է ձեզ։ Ընտրություններին մոտավորապես 450,000 մարդ է մասնակցում։ Եթե այդ բոլոր 450, լավ 400,000-ը եւ գան եւ ասեն, պարոն Փաշինյան, ես ընտրակաշարք չեմ վերցրել, խնդրում եմ ինձ տվեք 15,000-ական դրամ։ Դուք իսկապես համարում եք, որ դա լինելու է ճիշտ քայլ ուղղված այս Այո, այդ քաղաքացիները իրենց քվեարկությամբ օգնելու են, որ Երևանի քաղաքի բյուջեն 30 միլիարդ դրամով ավելանա, Երևան քաղաքի բյուջեում մոտավորապես 15 միլիարդ դրամ խնայողություններ առաջանան եւ հետագայում Երևան քաղաքի բյուջեն արդյունավետ կառավարվի։ Հիմա 45 միլիարդ խնայողություն եւ էֆեկտիվություն ավելացնելով իրեն, կարծում եմ 8 միլիարդի ակնկալիք իրենք կարող են ունենալ։ Մի ուրիշ դիրքորոշում ձեր նախաձեռնության մասին, ասում են դուք ինչպես եք պատրաստվում մարդկանց համոզել, որ այսպես քաղաքային ձևով ասած նաղդ գումարը թողած մտածեն ինչ որ հերակա գումարի մասին, Մենք չենք պատրաստվում մարդկանց որևէ բանի մեջ համոզել։ Մենք նրանք անում ենք առաջարկ եւ առաջարկում ենք իրենց քվեարկությամբ դիրքորոշում արտահայտել այդ խնդրի վերաբերյալ։ Դուք ասացիք դրական արձագանքներ ունեք, այ ումից եք ստացել քաղաքացիներից։ Հենց բացեք սոցիալական նույն ցանցերում, տեսեք իմ գրառումների տակ մեկնաբանությունները եւ դրական կան, եւ բացասական կան, եւ հարցադրումներ կան, եւ ողջուններ կան, եւ շեշտադրումներ կան։ Ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 օրը բոլորին ամեն ինչ պարզ եւ հասկանալի կլինի եւ որևէ բացասական արձագանք մենք չենք ունենա արդյոք։ Ընտրակաշարքը միայն Հայաստանին չի հատուկ, արդյոք դուք ուսումնասիրել եք այլ երկրների փորձ, որտեղ ձեր առաջարկած մեխանիզմը կիրառվել է եւ կա արդյոք նման պրակտիկա։ Ես ծանոթ չեմ ամեն դեպս այլ երկրներում նման պրակտիկայի։ Եվ հենց այդ պատճառով էլ, քանի որ ես եւս փորձեցի հետաքրքրվել եւ չգտա, քվեի հետ կապված խոստումը ամեն դեպքում պարոն Փաշինյան դիտարկում է որպես խոստում ընտրակաշարքի մասին։ Այլ բան է, երբ դու ասում ես քաղաքացուն, ես կգամ եւ քո մուտքը կվերանորոգեմ, քո վերելակը կվերանորոգեմ։ Ուրեմն, եթե ընտրական օրենսգիրքն եք ասում, հա, ընտրական օրենսգիրքը ասում է արգելում է տեխնացուին մատուցել կամ խոստանալ ծառայություններ, դրամ։ Վերելակը կառուցելը ծառայություն է։ Աշխարհի ամեն երկրում չկա տենց ընտրաշավ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը չխոստանան աշխատավարձ բարձրացնել։ Չկա այդպիսի բան։ Հիմա քանի որ մեր երկրում գործազրկությունը եւ աղքատությունը շատ բարձր մակարդակի է, մենք խոստանում ենք, որ եւ այդ աղքատության ու գործազրկության բերումով մարդիկ ստիպված են լինում քվեարկել ըստ ընտրակաշարքի, մենք խոստանում ենք, որ բոլորի աշխատավարձը, սոցիալական պաշտպանությունը, ինչի՞ եմ ճակերտների մեջ դնում, որովհետեւ հանգամանքները տարբեր են, դա բոլորի նույն հանգամանքով
այս պարագայում չի լինի չափել, նրանց եկամուտները 15000 դրամով ավելացնել։ Ինչու՞մ է պրոբլեմը։ Բայց դրա շնորհիվ տուժելու են մարդիկ, ովքեր այլ ավելի մեծականակ նյութական օժանդակություն կստանային, որը իրականում նախատեսված է հենց այդ սոցիալական աջակցության ծրագրով։ Իմ պատասխաններին տպավորություն ունեմ, չեք լսում։ 30 միլիարդ դրամով Երևան քաղաքի բյուջեն ավելանալու է, պլյուս 15 միլիարդի դրամի չափով խնայողություններ են առաջանալու։ Այս նպատակի համար մենք մեր բերած 45 միլիարդից ծախսելու ենք 8 միլիարդ դրամ։ Մեր հաշվարկներով դա իրականում 1.5-2 միլիարդ դրամից չի անցնելու, որովհետև ասենք այնպես չի, որ մարդիկ համատարած գալու են եւ դա կամ եթե նույնիսկ բոլորը համատարած գան, դրա համար անհրաժեշտ է լինելու 8 միլիարդ դրամ։ Այսինքն այդ քաղաքացիները իրենց քվեարկությամբ օգնում են, որ Երևան քաղաքում գոյանա հավելյալ 45 միլիարդ դրամ։ Ավելի ճիշտ ծվերից դուրս գա, այսօր այդ եկամուտները կան։ Հիմա նրանք իրավունք ունեն ակնկալել որպես սոցիալական աջակցություն, որ իրենք կարողացել են այդ ընտրակաշառքի ճահիճը հաղթահարել 8 միլիարդ դրամի։ Հիմա մենք այդ մարդկանց ասում ենք, որ ասենք օրինակ բոլորի աշխատավարձերը առանց բացառության բոլորի աշխատավարձերը 15000 դրամով ավելացնելու ենք։ Կարող ենք այդպիսի հայտարարություն անել։ Կարող ենք թե չենք կարող։ Ենթադրում եմ կարող եք։ Ուրեմն մենք ասում ենք բոլորի եկամուտները 15000 դրամով ավելացնում ենք։ Ինչու՞ է խնդիրը։ Պարոն Փաշյան, ինչու հիմա, ինչու քարոզարշավի վերջին շաբաթվա սկզբում։ Ասեմ, շատ པարզ բացատրություն ունի։ Կներեք ձեր հարցը միջև վերջ չլսեցի։ Չէ, ըստ էության դա էր հարցը։ Ինչու հենց հիմա եւ ոչ թե հենց սկզբում։ Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար մեր միակ խոչընդոտը այս պայն ընտրակաշառքն է։ Եթե մարդիկ չքվեարկեցին ըստ ընտրակաշառքի, մենք հաղթում ենք ընտրությունները։ Եվ իմիջայլոց, ասենք մեզ դուր չի գալիս ամեն անգամ գնալ եւ այդ ընտրակաշառք վերցնող քաղաքացիների առաջ մեղավոր լինել, որ նրանք ասում են, որ դուք մեզ պաշտպանելու ոչ սոցիալական, ոչ քաղաքական առումով որևէ բան չեք անում։ Դուք մենակ մեզ հայհոյում եք, ասում եք, ընտրակաշառք վերցնողներ, դուք էս եք, եք։ Այո, մենք քննադատաբար ենք վերաբերվում։ Այս ստուդիայում էլ, եթե դուք չէ, ձեր գործընկերները տասնյակ անգամ ասել են, հարց են տվել։ Իսկ ինչ եք դուք պատրաստվում անել ընտրակաշառքի վերաբերյալ։ Իսկ չեք կարծում, որ միջև ընտրակաշառքի դեմ պայքարի գործում մեխանիզմներ չգտնեք, ընտրական process-ներում հաջողություններ չեք ունենալու։ Հիմա, որովհետև եզրափակիչ շաբաթն է, որ եւ մեր բոլոր հաշվարկները եւ հարցումները ցույց են տալիս, որ մենք մեր չհաղթելու համար մեր հաղթելու խոչընդոտը կարող է լինել միայն ընտրակաշառքը։ Հիմա մենք ասենք ձեռներս ծալած պիտի նստեինք, որ կներեք Տարո Մարգարյանն ու իր թիմը մեզ փափախով Թուրքի տեղ դներ, ասեր հա գնացեք բան, տանիքներ բարձացեք, ասեք գոռացեք, ժողովուրդը թող ձեզ գրկի, համբուրի, պաչի, ասի ցավները տանեն, վերջում մենք փողը կբաժանենք եւ ընտրությունները կհաղթենք։ Հա, էսա ձեր առաջարկը։ Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը այսօր չնայած չէր ուզում անդրադառնալ ձեր առաջարկին, Ես էլ չեմ ուզում անդրադառնամ Լևոն Զուրաբյանին։ Ամեն դեպքում ասում է իշխանության դեմ իր մեթոդներով պետք չէ պայքարել, պարոն Փաշյան։ Ես Լևոն Զուրաբյանի հայտարարեցի։ Այդ հարցը ես եմ տալիս, արդյոք պետք է իշխանության դեմ իր մեթոդներով պայքարել։ Իշխանության դեմ սա մեր մեթոդն է, իր մեթոդը չի։ Եվ ընդհանրապես, եթե դուք էլ միշտ պնդել եք, որ իշխանության մեթոդն է։ Հարգելիս, խոսքը Երևանի քաղաքապետի բյուջեի ավականու որոշման Երևանի բյուջեում փոփոխություններ կատարելն է եւ ծախսային մասում նոր հոդված ավելացնելը։ Այսինքն իշխանությունը ապօրինի գործունեություն է ծավալում։ Հիմա օրինակ մարդ սպանել կարելի է, թե չի կարելի։ Չի կարելի մարդ սպանել, բայց պատկերացրեք կա այսպիսի մի բան, որ օրինակ Միացյալ Նահանգների նահանգապետը ստորագրում է մարդ սպանելու մասին հրամանագիր։ Եվ այդ մարդուն սպանում են։ Եվ ոչ մեկ չի ասում, հիմա քեզ մարդասպանության համար կդատենք։ Իրավական երկիրը ոչ իրավական երկրից տարբերվում է սրանով։ Որ իրավական օրինակը ճիշտ ասած չհասկացա, ինչ կապ ուներ այստեղ 15000 դրամ տալու հետ, պարոն Փաշինյան։ Մեծ կապ ուներ, որովհետև այն ինչ որ մենք առաջարկում ենք օրինական է։ Այն ինչ որ դուք ասում եք հանրապետականի մասին, դա ապօրինի է։ Թող հանրապետականը կանգնի, ասի, որ մենք 15000 դրամ կամ 5000 դրամ ենք բաժանում ժողովրդին։ Դուք լսել եք տենց հայտարարություն հանրապետականի կողմից։ Իրենք էլ ասում եմ, նախկինում դուք եք բազմաթիվ անգամ ինձ հետ հարցազրույցներում ասել, ոչ միայն հրազդանում, Տարոն Մարգարյանի մասին էլ եք նույնը ասել։ Այո։ Որպես սոցիալական աջակցություն։ Սոցիալական աջակցություն իրենց ընտրողներին։
ոչ թե իրենց ընտրողներին, այլ իրենց ընտրական տասնապետերին։ Դուք էլ ասում եք, եթե ես ընտրվեմ, այդ դեպքում դուք նոր Այո, կստանաք։ նաև Ստացվում որ ասում եք ինձ ընտրեք։ Որովհետև եթե քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք, այդ գործողությունը չեն կարող։ Բնականաբար, հետեւաբար ստացվում է, եթե ձեզ չընտրեն, գումարը չեն ստանա, այսինքն ձեր այսպես ասած ակնարկն այն է, որ եթե ինձ ընտրեք, կստանաք 15000։ Եթե մի քաղաքական ուժ խոստանում աշխատավարձերը բարձրացնել եւ նրան չեն ընտրում, նա չի լինում կառավարություն։ Ինչ բարձրացնում է աշխատավարձը։ Ոչ, բնականաբար չի կարող։ Բնականաբար, բա ի՞նչն է այդտեղ տարօրինակ։ Չէ, դուք եք պնդում, որ Տարոն Մարգարյանը քվեի դիմաց է անում։ Փաստորեն ձերն էլ նույնն է ստացվում, դա եմ ասում։ Ես խնդրում եմ իմ պատասխանը ճիշտ արձանագրել։ Իրենք օգնություններ են տրամադրում հանձնաժողովի անդամներին, ընտրակաշառք բաժանող իրենց ընտրական տասնապետներին եւ այլն եւ այսպես շարունակ։ Եթե տային ուղակի քաղաքացիներին, բայց նորից քվեի դիմաց դա ավելի լավ կլիներ։ Քաղաքացիներին այսօր Երևան քաղաքում կա սոցիալական օգնություն բյուջեի հոդված 2 միլիարդի չափով։ Եվ այդ գումարները մարդկանց բաժանվում են քաղաքապետի ստորագրությամբ։ Ինչ խնդիր կա, որը մեկը դրա հետ կապված պրետենզիա ունի։ Չէ՞ դա սոցիալապես կարիքավորների համար է նախատեսված, ոչ թե բոլորի։ Այո, Հայաստանի Հանրապետությունում 35% աղքատություն կա։ Ես այսօր հաղթանակ զբոսայգու կենտրոնական սրճարանի մոտով եմ անցել, որտեղ 100 սեղան կա դրած մոտավորապես։ Այդ 100 սեղանին մի մարդ չկար նստած, մի մարդ, որտեղ սուրճը 200 դրամ էր։ Կարծում եմ մենք իրական պատկերացում չունենք Հայաստանում սոցիալական վիճակի ծանրության իրական պատկերի մասին։ Եվ եզրափակելով մեր այս Եթե որևէ մարդ հեշտ զրույցը, պարոն Փաշինյան։ Ինչա անպարկեշտ որ։ Պարկեշտ չասեցի, ոչ այնքան հեշտ։ Հա։ Ես ուզում եմ ի վերջո ամփոփենք այս ձեր առաջարկ եւ դրա արձագանքները։ Դուք ինչպես հասկացանք, պնդում եք, որ սա ընտրակաշառք չի դիտարկվի եւ այլն։ Եթե ԿՀ-ն դա ամեն դեպքում տեսնի որպես ընտրակաշառքի գործիք, ինչ եք պատրաստվում անել։ Թող փորձեն։ Դուք վստահ եք, որ դա ոչ մի կերպ չի կարող դիտարկվել։ Իհարկե վստահ եմ, այսինքն ձեր կարծիքով ասենք խորհրդանական ուժը, մեր կենսագրությունը, մեր քաղաքական թիմը ունեցող մարդիկ ուղղակի նստել են մեկ էլ ասել են վայ, թող փորձեն, ոնց կար կենտրոնական ընտրական հանձնաժողով այդպիսի բան, թող փորձի։ Ամեն դեպս եթե ուզում են փորձեն, թող փորձեն։ Ես առաջարկում եմ թող Տարոն Մարգարյանի թիմը դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով մեր գրանցումը չեղալանելու։ Այսինքն ձեր իրավաբանները աշխատել են եւ ստուգել են այս հարցը։ Այո, եւ պատկերացրեք դրա այդտեղ այդքան շատ լուրջ խոր քննարկելու բան չկա, որովհետեւ ակնհայտ բան է, դա ինչի մասին է խոսքը։ Դե յուրե որևէ դե յուրե դե ֆակտո որևէ առումով որևէ պրետենզիա չի կարող լինել։ Ուղղակի չի կարող լինել։ Այսինքն մենք ինչ խաղ ենք անում մարդկանց հետ կամ մեր ընտրողների հետ խաղ ենք անում, մեր քաղաքական process-ի հետ խաղ ենք անում։ Այդտեղ ինչ քննարկում կարող է լինել։ Կա օրենսգիր, կա որոշում, կա հայտարարություն, ցանկացած այսպես ասած ուչաստկովի մակարդակի իրավաբան շատ 3 րոպե կպահանջվի, որպեսզի իրենից այս խնդիրը բարձրաբանի։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան։ Իմ զրուցակիցը Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էր։